Բրիտանական թանգարանում պահվող աշխարհի հնագույն քարտեզն է, կավե փոքր սալիկի տեսք ունեցող քարտեզում ընդամենը 3 երկիր է նշված՝ Ասուրեստանը, Բաբելոնն ու Հայաստանը։ 2600 տարի առաջվանից մինչև այսօր, եթե քարտեզներին նայեք, քարտեզ չեք գտնի, բացի Ադրբեջանի Հանրապետության պատրաստած նորագույն քարտեզներում, ուր Հայաստանը ներկա չլինի։ Պատմաբան Գալիչյանն ասում է, որ աշխարհին Հայաստանը ծանոթացնելու համար ոչ թե պետք է որպես առաջին քրիստոնյա երկիր ներկայացնել, այլ հնագույն երկիր, որի անունը կա աշխարհի բոլոր քարտեզների վրա։ Երկրագնդի լավագույն 10 բուհերում կրթություն ստացած երիտասարդները լույս հիմնադրամի միջոցով փորձում են Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնելու նորանոր մեթոդներ որոնել։ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը եւս այդ երկրում է կրթություն ստացել։ Ասում է, ավարտելուց հետո իր առջև էլ լայն դռներ էին բացվել, բայց որոշել է աշխատել պետական կառավարման համակարգում։ Աշխատավարձը թեև ցածր էր, բայց վճռական էր տրամադրված, իր գիտելիքներով նպաստել երկրի զարգացմանը։ Սա ձեզ համար բացառիկ հնարավորություն է։ Հայաստանը հիմա փոփոխությունների շրջանում է։ Դժվար է ապրել այդ ժամանակահատվածում, բայց հեշտ է դառնալ այդ փոփոխությունների մի մասնիկը։ Թռիչքի թևով դեղին պղնձից պատրաստված ասիմետրիկ մանյակի դիզայնի հեղինակը գյումրեցի երկվորյակ եղբայրներն են։ Մանյակին կենդանություն հաղորդելու գաղափարի կյանքի կոչման համար աշխատել են միկրոէլեկտրոնիկայի եւ բարձր տեխնոլոգիաների մասնագետներ։ Շրջապատի ազդեցությունը իրեն վրա ինքը իրեն ռեակցիան է դրսևորում։ Կենդանի զարդեր աշխարհում դեռ գոյություն չունեն, սրանք առաջին նմուշներն են։ Գյումրեցի արվեստագետների աշխատանքները վաճառելու համար atmania.com կայքն է ստեղծվել։ Լույսի Living զարդերի շնորհիվ Գյումրին կարող է համաշխարհային շուկայի համար այս ոլորտի առաջատար կենտրոն դառնալ։ Այս ամենը Գյումրիին հնարավորություն կտա թռիչք կատարելու միանգամից 21-րդ դար։ Սա մի նոր դաշտ է։ Այս զարդերն աշխարհի համար կարող են նույն նշանակությունն ունենալ, ինչ օրինակ Մուրանն ապակու աշխարհում։ Գյումրիի ռեսուրսներն այդ հնարավորությունը տալիս են։ Լույս հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավարը Հայաստանում զարգացման մեծ ներուժ է տեսնում։ Ասում է, երբ հիմնադրամի շրջանավարտներն արտերկրից վերադառնում են, իրենց գիտելիքները նոր տեխնոլոգիաներում ներդնելու մասին են մտածում։ Հայաստանը, այո, փոքր է, բայց շատ մեծ պատմությունով, շատ հարուստ, շատ ստեղծագործ ու այսօրվա տնտեսության մեջ ամենակարևոր հարցը այն չի, որքան մեծ է ձեր երկիրը, այլ որքան ստեղծագործ։ Ազնիվ Կարապետյան, Արման Ղարիբյան, ժամը լրատվական։